Բարևձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության խորհրդարանի 13-ամյակին նվիրված հանդիպում։ Իսրայելի վարչագարկը հարվածներ հասցուցած է Լիբանանին։ Ազնավուրի ծննդյան օրն է։ Որն է Փաշինյանի նպատակը։ Մարտին Եսայան։ ԱՄՆ-ի մեջ հայկական դասակիրքերը մինչև 1950-ական թվականները։ Պաստեղ հայկական մրգային լավաշ։ Աջակցենք Արևմտյան Հայաստանի պետական հեռուստատեսության։ Միացեք մեր վետերաններուն։ 2026 թվականի մայիս 24-ին տեղի ունեցավ Արևմտյան Հայաստանի Հանրապետության խորհրդարանի 13-ամյակ նյութով զում հանդիպում, որ համախմբած էր ազգային կառույցներու ներկայացուցիչներ, պատգամավորներ եւ հասարակական գործիչներ, ընդգծելով հիմնարկային շարունակականության եւ ազգային օրագարկի կարեւորությունը։ Բացման խոսքով հանդես եկավ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյան։ Այս 13 տարիները եղած են պայքարի, կազմակերպման եւ մեր իրավունքները միջազգային հարթակներու վրա բարձրացնելու ժամանակաշրջան։ Մենք շարունակենք մեր պետական հիմնարկներու ապրապնդումը հավատքով դեպի ապագա։ Ղարաբաղության ղեկավար Լիդիա Մարգոսյան իր ելույթին մեջ նշեց. «Մեր աշխատանքը միայն քաղաքական չէ, այլ նաև մշակութային եւ պատմական հիշողության պահպանման առաքելություն է»։ Իր հերթին ազգային ժողովի նախագահ Նելի Հարությունյան ընդգծեց. «Այս խորհրդարանը խորհրդանիշն է մեր ժողովրդի կամքին եւ կազմակերպվածության։ Մենք պետք է շարունակենք գործել միասնաբար»։ Հանդիպումը ավարտեցավ համատեղ քննարկումներով եւ առաջիկա ծրագիրներու ներկայացմամբ, վերահաստատելով կառույցին գործունեության շարունակականությունը։ Իսրայելյան օդանավները գիրագի առավոտյան հարվածած են Լիբանանի հարավը գտնվող առնվազն 5 քաղաքներ։ Իսրայելի ռազմաօդային ուժերը 1 ժամեն ալ պակաս ժամանակահատվածի ընթացքին 5 հաջորդական հարված հասցուցած են Ժեփշիտին, կնշվի գործակալության հաղորդագրության մեջ։ Գահաղորդվի թե դյուրեն հյուսիս գտնվող Բաքբուկ շրջանին մեջ 5 մարդ զոհված է, իսկ 2-ը վիրավորված։ Լիբանանի ազգային լրատվական գործակալության համաձայն շաբաթ օրվան սկիզբեն ի վեր հարավային Լիբանանի առնվազն 15 բնակավայրեր ենթարկված են իսրայելյան օդանավերու, անօդաչու թռչող սարքերու եւ հրետանիի հարվածերուն։ Շարլ Ազնավուրի ծննդյան օրն էր։ Շարլ Ազնավուր իր երգերով գամուրջը դարձած էր տարբեր սերունդներու միջև։ Ան եղած է հենարան ու հաջողության ճահը բազմաթիվ այն երգիչներուն, որոնք միջազգային բեմերու վրա մեծ ճանաչում կվայելեն։ Սակայն Ազնավուրի կյանքին մեջ ֆրանսացի երգիչ Ջոնի Հոլիդեյ առանձնահատուկ սիրո եւ հարկանքի դեր կգրավեր։ 1960-ականներուն Շարլ Ազնավուրի գրած երգը եւ իր քրոջ Այդա Ազնավուրի ամուսնուին Ժորժ Կարվարենցի երաժշտությունը դարձան Ջոնիի հաջողության բանալին եւ այդ պահեն սկսավ անոր парքի ուղին։ Այդ տարիներեն ի վեր անոնց մդերմությունը երբեք չընդհատվեցավ։ Ընդհակառակը, տարիները ավելի եւս մոտեցուցին զիրենք։ Ջոնին կհամարվեր Շարլի ընտանիքի անդամը, անոր որդին, գրծեր եղբայրը եւ մտերիմը։ Անոնց բարեկամության մասին Ֆրանսիայի երաժշտական աշխարհին մեջ բոլորը կպատմեին։ 2017-ին Ֆրանսան գործընծուց աշխարհահռչակ ռոք երգիչ Ջոնի Հոլիդեյը։ Ի զարմանս բոլորին Շարլ Ազնավուր չէր մասնակցած անոր հուղարկավորության։ Լրագրողի հարցումին պատասխանելով Շարլն ասաց էր, թե Ջոնին այնքան շատ սիրած է, որ անոր սուկը պիտի բահե միայն հայկական ցևով։ Եվ ան իսկապես 40 օր սուկ բահեց։ Դունեն դուրս չելավ, մերժեց բոլոր հրավերները եւ երկար ժամանակ համերգներ չտվավ։ Շարլ Ազնավուրը խորապես աստված էր Ջոնի Հոլիդեյի գրեթե շքերթի վերածված հուղարկավորության արարողութենեն կգրեին ֆրանսական լրատվամիջոցները։ Տերևս ասիկա եղավ նաև պատճառը, որ Շարլի ընտանիքը մերժեց ավելի ջոխ կերպով կազմակերպել Ազնավուրի հիշադակի արարողությունը։ Շարլն Ազնավուր կյանքին մեջ կնախընտրեր համեստությունը։ Ան խաղաղ ու հանդարտ փակեց իր աչքերը, ընկղմելով հավերժական քունին մեջ։ Իր վերջին ցանկության հավատարիմ անոր հուղարկավորությունն ալ կատարվեցավ համեստորեն իր հոգին համահունչ։ Ազատամարտիկ Մարտին Եսայան կգարձե թե օրերս համացանցին մեջ տարածված Արցախի փարփարով սպառնալիքներ հնչեցնելու դեսանյութը գեղձված է եւ նպատակ ունի արցախահայերուն նկատմամբ ադելություն սերմանել։ Անոր խոսքով դեսանյութին մեջ կործածված լեզուն ամբողջությամբ չի համապատասխաներ Արցախի փարփարին եւ իրական արցախցիները նման արդահայտություններ չէին գործածեր։ Դեսանյութին արձագանքելով Նիկոլ Փաշինյան հայտարարած էր, թե պիտի գտնե դեսանյութի մասնակիցները եւ ձունգի պիտի բերեզանոնք։ Ավելի ուշ ան նաեւ գոշտ արդահայտություն հրաձեր արցախցիներեն մեգուն հասցեին հարցնելով թե ինչպես ողջ մնացած է պատերազմեն ետք։ Մարտին Եսայանի համաձայն երկրի ղեկավարը պետք է զուսպ եւ օրինագելի ըլլա, այլ ոչ թե վիրավորե պատերազմին անցած մարտիկը։ Ան ընդգծած է, որ արցախահայերը ծանր պայմաններուն մեջ պայքարած են մինչեւ վերջ եւ այսօր ալ կգտնվին ծանր ընկերային եւ հոգեբանական վիճակի մեջ։ Ազատամարտիկը նաեւ նշած է, որ Արցախը Հայաստանի անվտանգության կարևոր փաղադրիչներ եւ զգուշացուցած, թե ներքին բարակտումները կգրնան վտանգավոր հետևանքներ ունենալ երկրին համար։
Ամերիկայի Միացյալ Նահանգներում մեջ հայկական դպրոցներու զարգացումին զուգընթաց աճեցավ նաև հայերեն դասակիրքեր ստեղծելու անհրաժեշտությունը։ Արտասահմանեն բերված գիրքերը ամբողջովին չէին համապատասխաներ ամերիկահայ երեխաներուն պահանջներուն, ուստի 20-րդ դարու առաջին կեսին սկսան ստեղծվել դեղական դասակիրքեր հարմարեցված սփյուռքահայ միջավայրին։ Մարտիկյան քրատարանին հավաքածուն ցույց կտա, որ հեղինակները ուշադրություն կդարձնեին լեզվին, ուսուցման մեթոդներուն, պատկերներուն եւ գիրքերու գրավչության, որբեսի ուսուցումը հասկանալի ու հետաքրքրական լա երեխաներուն համար։ 1917-ին Բոստոնի մեջ Կոլենյան Ազարի հայ գիրքը առանցնացավ իր բարձ եւ գրկնողական ուսուցման մեթոդով ու բարձր դպակրական որակով։ 1929-ին Նյու Յորքի մեջ հրադարակվեցավ Նիգողոսյանի «Փեթակ» շարքը, որ կներառեր պատմվածքներ, բանաստեղծություններ, երգեր եւ բեմադրություններ։ Այս գիրքերը լայն տարածում կդան եւ բազմիցս վերահրադարակվեցան։ 1930-ականներում Վարդգես եւ Արմենուհի Ահարոնյաններու Հրաստան շարքը փորձեց կապ ստեղծել հայկական եւ ամերիկյան գրթական համագարկերու միջև, ներառելով ամերիկահայ երեխաներուն ծանոթ նյութեր։ Նույն շրջանին Բոստոնի մեջ լույս տեսավ նաեւ Արմենակ Փարսեղյանի «Արփի» դասակիրքը, որ կգիրառեր ժամանակակից մանկավարժական մոդեցումներ։ Գիրքին մեջ ընթերցանություն ու քրել միաժամանակ կսորվեցնեին, իսկ նյութը կառուցված էր բարձեն դեպի բարդ սկզբունքով։ Այս դասակիրքերը մեծ դեր ունեցան մայրենի լեզվի եւ հայկական ինքնության պահպանման մեջ, օգնելով սփյուռքահայ երեխաներուն կապված մնալ իրենց լեզվին եւ մշակույթին։ Պաստեղը պիստիլ հայկական ավանդական մրգային լավաշ մնե, որ ծանոթ է նաև թթու լավաշ անունով։ Ան կպատրաստվի հասուն միրգերու եւ հադաբդողներու խույսեն ու կդարբերի իր բնական համով եւ բարձ փաղադրությամբ։ Այս բարակ ու ջգուն մրգային թերթիկը հաճախ ունի թթվաշամ, քանի որ ավանդաբար կպատրաստվի հոնե, սալորե, գերասե, խնձորե եւ այլ թթվահամ բդողներ է։ Սակայն պաստեղը կրնա պատրաստվել նաև թութե, ձիրանե, տեղցե, մոշե, ազնվամորեյե եւ դանցերե, ինչի շնորհիվ ավելի քաղցր եւ մեղմ համ կստանա։ Պաստեղին գլխավոր առանձնահատկությունն այն է, որ անոր պատրաստության ընթացքին չեն գործածվիր ոչ շաքար, ոչ այլ օսլա։ Ան կպատրաստվի միայն մրգային խույսով, փոքր քանակությամբ ջուրով եւ արևու բնական ջերմությամբ։ Դարեր շարունակ պաստեղը եղած է հայկական խոհանոցին կարևոր մասեր են մեկը, պահպանելով միրգերու բնական համն ու օգտակար հատկությունը։ Արևմտյան Հայաստանի հերոստագայանը հավատարիմ մնալով իր սկզբունքներուն եւ հերոստատիտողներուն կշարունակի իր անխափան աշխատանքը նոր մոտեցումներով։ Մեր հերոստագայանը ինքնակովաստով չսպաղիր։ Անոր միջոցով կհերարցակվին գլխավորապես Արևմտյան Հայաստանի պատմությունը, ներգային եւ ապագային վերաբերող, քաղաքական եւ այլ բովանդակությամբ, ինչպես նաեւ դարբեր խնդիրներ բարձրացնող լուրեր։ Արևմտյան Հայաստանի հերոստագայանը արձանագրած է իր կարևորագույն ցերպերումներն մեկը, թողարկելով Western Armenian շաբաթաթերթը, որն ուղղված է մեր պատմության, մշակույթի եւ ինքնության պահպանման եւ հանրահռչակման։ Մենք տապանցիկ եւ հասանելի կերպով կներկայացնենք նաեւ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի, կառավարության, ազգային ժողովի եւ մյուս կառույցներու քաղաքական անցուդարձը։ Սիրելի հայրենագիտներ, ձեր աջակցությամբ մեր հերոստագայանի հնարավորությունները ավելի կապրաբնթվին։ Մենք ուժեղ ենք միասին։ Հայ վետերաններու եւ աջակցողներու միավորում, ֆրանսացի վետերաններու եւ հայկական ցակումով թիմադրողներու միավորում։ Ձեր առաքելությունն է պաշտոնական արարողություններուն ընթացքին բարձրացնել Ֆրանսիայի կամ Արևմտյան Հայաստանի դրոշը։ Հիշադակին պահպանները իրենց ներկայությամբ պաշտոնական եւ հիշադակի արարողություններուն, ուր մասնակցություն ունենան դարբեր գազམ་ագերբություններ, կպատվեն հայ զինվորները եւ գամավորները, որոնք 1916 թվականին սկսյալ մինչեւ մեր օրերը իրենց կյանքը վտանգի տակ դրած են պաշտպանելու համար ֆիզիկական սպառնալիքի ենթարկված քաղաքացիական բնակչությունը։ Ավելի մանրամասն դերգություններու համար կխնդրենք այցելել մեր պաշտոնական կայք։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան ենք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։